պիտի շարունակեին դրանք սպասարկել, ասենք, Երևան քաղաքի տրանսպորտային միջոցները, հետո չգիտես ինչպես հայտնվել են եւ այլն, դրանց հիմա անդրադառնալ չենք ուզում, ուղղակի հորդորում ենք, որ իրենք չհաբեկեն, շանտաժի չենթարկեն 25 համարի վարորդներին, որովհետեւ պրոշյանցիներին համար 25 համարը անհրաժեշտություն է եւ պրոշյանցիները եթե ընտրություն թողնեն պրոշյանցիներին, ձեզ ասեմ, որ պրոշյանցիները հաստատ ընտրելու են 25 համարը, եթե հանկարծ 277-ի վարորդները կամ չգիտեմ նրանց ներկայացուցիչները շարունակեն շանտաժի ենթարկել, ահաբեկել վարորդներին 25 համարի պրոշյանցով եք այստեղ հասել, որից եք օգտվել։ Ճիշտ ասած, ես եթե օգտվում եմ, մինչև հիմա 277 համարի երթուղուց չեմ օգտվել եւ 25 համարի հնարավորությունները երբեք համեմատելի չեն 277-ի հնարավորությունների հետ։ Եվ եթե պրոշյանցիներին հնարավորություն լինի ընտրելու, հաստատ ընտրելու են 25 համարը եւ եթե շարունակվեց, ուղղակի պրոշյանցիները կհավաքվեն եւ թույլ չեն տա 277-ը մտնել Պետրոսյան Մարիամ Պրոշյան համայնքի բնակչություն։ Կին Պետրոսյան, դուք կառավարության դիմաց եք հասել, կներեք էլի։ Ես ճիշտ ասած չեմ ուզում դրան որոշակի որակումներ տալ, ուղղակի եթե նույնիսկ իրենք մտածում են, որ բավական չէ, չեն ուզում կիսել շահույթը 25 համարի հետ, ես ուղղակի հորդորում եմ, դիմում եմ, որ այդպիսի քայլ չանեն։ Ես չեմ ուզում մեղադրել, որտեղ ես ասում ստույգ փաստարկված, ոչ զայնագրություն կա, ոչ տեսանյութ կա, որ ասես, գիտեք, այսպիսի դեպք է պատահել, հիմա դրա համար ենք անում զուտ խոսակցությունների մակարդակի բաներ, հա ուղղակի հորդորում ենք չլինի այնպես, որ պրոշյանցիները ոտքի կան, պրոշյանցիները հետևողական մարդիկ են, ես ասում եմ պրոշյանում տարբեր տեղերից հավաքված մարդիկ են եւ դա շատ ավելի վտանգավոր է։ Մեկը սկզբունքայիր է, մեկը հետևողական է, մեկը, չգիտեմ, պայքարող է։ Հիմա արցախցիներն էլ եկել են այդ իրենց աննկուն կամքով, որ ասեն, լսեք, այս ավտոբուսը երկեր խլեցիք մեր ձեռքից, բավական չէ, հիմա այլ ավտոբուս եք ուզում տանել, հազիվ հարմարվել ենք, գիտեք, տհաճ բաներ կլինեն, ուղղակի հորդորում ենք, ձայնը լսելի լինի ձայնը եւ ասեն, որ 277-ը առնվազն պրոշյան կմտնի այն դեպքում, երբ 25 համարն էլ աշխատի։ Եթե իրենք ինչ որ վտանգ ներկայացնեն 25 համարի համար, պրոշյանցիները ոտքի կկանգնեն եւ կասեն 277-ը չպետք է գա, 25 համարը պիտի գա պրոշյան եւ պիտի ապահովի երթուղի։ Այո, նորից կկանգնենք, ինչի մասին է խոսքը։ Փակեցիք ճանապարհը, եկա եկան բասեցին, նորից եկան։ Ես ձեզ մի բան ասել, ձեզ հետ համամիտ եմ շատ հարցերում, բայց մարդկանց մեր երկիրը ասում են ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարությունը նշանակում է, որ ժողովուրդն է այստեղ երկրի տերը։ Եթե ժողովուրդն է երկրի տերը, իր իշխանություններին ընտրել է, ով ընտրել է իր գործն է, հիմա թող եզրակացություն անեն, ճիշտ են ընտրել, թե ոչ չեմ ընտրել ես։ Ես ընդդիմություն եմ ընտրել, որովհետև մտածել եմ, տեսա ես հեղափոխության թափը ինչքանով էր, այն ժամանակ դեռ չէի հասկանում, ինչքանով է դա ինքնաբուխ, ինչքանով ոչ, բայց ես այդ պահին հենց գլխի ընկա 18 թվի նույնիսկ, ես ինքս մասնակցել եմ ակցիաներին, որտեղ խելամիտ բողոք կա, ես պատրաստ եմ մասնակցել եւ մասնակցում եմ։ Ես այն ժամանակ գլխի ընկա, որ շատ ձայներ կհավաքի եւ կարող են կառավարելի դառնալ, ընտրել եմ ընդդիմությանը, մտածելով, որ պետք է հավասարակշռել այս ալիքը։ Իսկ ընդդիմությունը քայլեր ձեռնարկել է ձեր հարցին լուծում տալու համար, բացի այն, որ բողոքներ։ Հիմա ճիշտ ասած այս պահին ամեն ինչ իշխանության ձեռքում է եւ քանի որ մեծամասնությունը վստահել է այս կառավարությանը, հույս ունեմ, որ կառավարությունը այս հարցերը կլուծի խելամիտ շրջանակներում, իր լիազորությունների շրջանակներում, ինձ թվում է այստեղ ընդդիմությունը քիչ բան ունի անելու, ինչ պիտի անի ընդդիմությունը գա մեզ հետ բողոքի, պրոշյանցիները բավականին շատ են, որ կարողանան իրենց հարցերը լուծել։ Ես կարծում եմ, որ խելամիտ կլինի ժողովրդի ձայնին ունկնդիր լինել, լսել ժողովրդին, որովհետև այս անկայուն պայմաններում Եթե մարդիկ մեծ քանակով մի ժամանակ մեր ակցիայի մասնակիցները այդքան շատ չէին, բայց եթե 25 համարը չլինի, մենք բողոքում ենք 25 համարից օգտվողները նստում էին 25 համար մյուս ճանապարհով գնում էին, բայց եթե հանկարծ 25 համարի երթուղի չգործեց, այդքան մարդիկ, որ լցվեցին փողոց, թող վախենան էլի դրանից, ինչ ասեմ։